Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 31 Վասնորո նվաստանում եմ և զղջում հողի և մոխրի վրա, Հոբ 42-րդ գլուխ 6-րդ խոսք Եթե ուզում եք դարձի գալ և փրկվել, ապա ջանասիրաբար աշխատեք հասկանալու դարձի գալու անհրաժեշտությունն ու նրա ճշմարիտ բնույթը, ինչից եք դուք դառնում, ինչի համար, ուր և ինչ զորությամբ, քննեք այն ողբալի վիճակը, որի մեջ գտնվում եք մինչև ձեր դարձի գալը, որպեսզի ձեր սիրտը հասկանա, որ այդ վիճակը հանգրվան չէ, այլ կործանման ճանապարհ, քանզի դուք գտնվում եք ձեր գործած բոլոր մեղքերի մեղավորության տակ և Աստծո բարկության ու նրա օրենքի անեծքի տակ, դուք սատանայի կապանքների մեջ եք, նրա ծառան ու ստրուկը, և ամեն օր գործիք եք դառնում նրա ձեռքում Տիրոջ դեմ, ձեր սեփական հոգու դեմ և այլոց կորստյան համար, դուք հոգով մեռած եք և ապականված, զուրկ լինելով Տիրոջ սուրբ կյանքից, էությունից և պատկերից, այդ իսկ պատճառով էլ չեք կարող գործածվել որևէ սուրբ գործի համար և ոչ մի ձեր արարք հաճելի չէ Աստծուն, դուք զուրկ եք նրա պահպանության որևէ խոստումից կամ երաշխիքներից և ապրում եք նրա արդարադատության մշտական վտանգի տակ, չիմանալով, թե որ ժամին կարող եք հափշտակվել և նետվել դժոխք, քանզի եթե այդ վիճակում մեռնեք, անխուսափելիորեն պիտի կորչեք, և դարձի գալուց բացի, ոչինչ չի կարող կանխել այդ ավարտը, ինչպիսի քաղաքականություններ, բարեխոսումներ կամ առաքինություններ էլ ունենաք, եթե դրանք պակաս են ճշմարիտ դարձից, երբեք չեն կարող ապահովել ձեր հոգու փրկությունը, ձեր սրտերում վառ պահեք այս իրական դժբախտության իմաստը և հետևաբար դարձի գալու անհրաժեշտությունը, եթե ցանկանում եք դարձի գալ և փրկվել, շատ ժամանակ անցկացրեք ծածուկում մտորելով, անմտությունը կործանում է աշխարհը, հաճախակի քաշվեք միայնության մեջ և այնտեղ խորհեք այն նպատակի մասին, որի համար ստեղծվել եք, ձեր ապրած կյանքի մասին, ձեր վատնած ժամանակի մասին, ձեր գործած մեղքերի մասին, Քրիստոսի սիրո, տառապանքների և լիության մասին, այն վտանգի մասին, որի մեջ գտնվում եք, մահվան և դատաստանի մոտիկության մասին, դրախտի ուրախությունների իրական և գերազանցության մասին, դժոխքի տանջանքների իրականության և սարսափի մասին, այդ երկուսի հավերժության մասին, դարձի և սուրբ կյանքի անհրաժեշտության մասին, ընկղմեք ձեր սրտերը նման խորհրդածությունների մեջ։